Եթերում պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության զինուժ հեռուստածրագրի շաբաթօրյա թողարկումն է։ Բարև ձեզ։ Այսօր մենք նշում ենք Հանրապետության տոնը, տոն, որը խորհրդանշում է առաջին հանրապետության ծնունդը, 600-ամյա ընդմիջումից հետո հայոց պետականության վերականգնումը։ Այդ արդիվ շնորհավորելով Համայն Հայությանը նշենք, որ տոնակատարությունների անդրադարձը մենք կներկայացնենք մեր առաջիկա թողարկումների ընթացքում, իսկ այժմ անդրադառնանք մայիսի 23-ին Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի հարակից պուրակում կայացած հանդիսավոր միջոցառմանը, միջոցառում, որի ընթացքում բացվեց ԽՍՀՄ հերոս զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազազ Բաբաջանյանի բրոնզածույլ արձանը։ Լեռնային արծիվ, երկաթեսև գեներալ Սև Վագր։ Խորհրդային միության բանակի անձնակազմին այս մականուններով էր հայտնի մարշալ Համազազ Բաբաջանյանը։ Նա ծնվեց եւ հասակ առավ Չարդախլու գյուղում, որը նաեւ մարշալ Հովանես Բաղրամյանի բնօրանն է։ Զորակոչվելով խորհրդային բանակ, Համազազ Բաբաջանյանը ռազմական գործի հանդեպ ցուցաբերեց մեծ սեր եւ նվիրում, կարճ ժամանակահատվածում հմտանալով ռազմարվեստի բնագավառում։ Նշանակվելով զինվորական տարբեր պաշտոններում, Բաբաջանյանն իր առաջին մարտական մկրտությունը ստացավ սպիտակ ֆիների դեմ մղված մարտերում եւ ցուցաբերած քաջության ու խիզախության համար արժանացավ խրախուսանքի։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Համազազ Բաբաջանյանը մասնակցեց Սմոլենսկի, Ելնայի, Օրլոյի շրջանների մարտերին։ Հաջողությամբ կատարելով մարտական առաջադրանքները Կուրսկի ճակատամարտում էլ Բաբաջանյանը համընդհանուր ճանաչում ստացավ, իբրև զրահատանկային զորքերի ականավոր հրամանատար։ Նրա ղեկավարած ստորաբաժանումը, որը գործում էր Բելցորոդ-Խարկով ուղղությամբ, առաջին տանկային բանակի մյուս ստորաբաժանումների հետ ոչնչացրեց թշնամու մեծ քանակությամբ տեխնիկա եւ կենթանի ուժ։ Ուկրաինայի ազատագրության համար մղված մարտերում էլ առաջին տանկային բանակի 20-րդ գվարդիական մեքենայացված բրիգադի հրամանատար գնդապետ Համազազ Բաբաջանյանը Դնեստր գետի հմուտ գետանցման եւ մի շարք բնակավայրերի ազատագրման համար արժանացավ խորհրդային միության հերոսի կոչման։ Պատերազմից հետո էլ Բաբաջանյանը շարունակեց մնալ խորհրդային միության զինված ուժերում, զբաղեցնելով մի շարք բարձրագույն պաշտոններ։ 1975 թվականին Համազազ Բաբաջանյանին շնորհվեց զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի կոչում, իսկ 2 տարի անց նա կնքեց իր մահկանացուն, հետևում թողնելով հմուտ զինվորականի հարուստ կենսագրություն, շարքային զինվորից մինչև մարշալ։ Եվ ահա մայիսի 23-ին Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի հարակից պուրակում նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ հանդիսավորությամբ բացվեց Համազազ Բաբաջանյանի շուրջ 3 մետրանոց բրոնզե արձանը։ Շարքային զինվորից մինչև զորավարներ, այդ բոլորի հատկանիշները ժառանգած մեր այսօրվա հրամանատարները եւ նրանց օրինակով տոգորված մեր զինվորները ամբողջ հայ ժողովրդի հետ կերտեցին 2016 թվականի հերոսական ապրիլը։ Մենք քաջ գիտենք մեր անցյալը, հայկական բանակի անկոտրում ոգու, զինվորի ու հրամանատարի անօրինակ հերոսությունների ու նաև համազգային միասնության շնորհիվ այսօր կերտում ենք ամեն տեսակ սպառնալիքների դիմագրավող Հայաստան ու Արցախ։ Արձանի քանդակագործն է Համլետ Մատինյանը, ճարտարապետը Միքայել Միսակյանը, ովքեր նախագիծն իրականացրել են 6 ամսում, ներկայացնելով խրոխտ զինվորականի հզորության ու հաղթողի հատկանիշները եւ նրա հերոսական կերպարը։ Նախագահ Սերժ Սարգսյանը եւ բարձրաստիճան հյուրերը ծաղիկներ դրեցին արձանին, հարգանքի տուրք մատուցելով ականավոր զորավարի հիշատակին։ Պատվո պահակախմբի զինվորների շարային քայլերթից հետո էլ Երևանի պատվավոր քաղաքացի գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Հովիկ Խալիկյանը Հայաստանի Հանրապետության նախագահին հանձնեցին խորհրդանշական նվեր՝ մարշալ Բաբաջանյանին պատկանող շախմատը, ընծայված զորավարի ժառանգների կողմից։ Խորհրդանշական նվերը ի պահ հանձնվեց Պաշտպանության նախարարության թանգարանային ֆոնդին։ Մայիսի 27-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցել Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը նվիրված էր զինված ուժերի թիկունքային եւ բժշկական ապահովման ներկայվիճակին, առկա խնդրահարույց հարցերին եւ դրանց բարելավման ուղիներին։ Նիստը վարել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Նիստի ընթացքում հնչած զեկույցներում ընդգծվել է, որ հաշվետու ժամանակահատվածում զինված ուժերի թիկունքային եւ բժշկական ապահովման խնդիրներ իրականացվել են պատշաճ մակարդակով։ Գերակա խնդիր է համարվել զինանձնակազմի մարտունակության եւ պատրաստվածության բարձր վիճակի ապահովումը։
Խիստ հսկողություն է սահմանվել զինված ուժերում նյութական միջոցների ստացման ու պահպանման, անձնակազմին որակյալ հանդերձանքի ու սննդամթերքի մատակարարման կազմակերպման, զորքերի մշտական տեղակայման վայրերում եւ մարտական հերթապահության ընթացքում զինանձնակազմի կենցաղային եւ սանիտարահիգենիկ պայմանների բարելավման նկատմամբ։ Հատուկ ուշադրության կենտրոնում են եղել բուժկանխարգելիչ աշխատանքների իրականացումն ու ռազմաբժշկական ծառայության ներուժի կատարելագործումը։ Կոլեգիայի նիստում վերլուծվել են նաև ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներին ցուցաբերված բուժօգնության միջոցառումները։ Մատնանշվել է, որ բուժանձնակազմի ներդաշնակ եւ օպերատիվ գործողությունների շնորհիվ ժամանակին եւ պատշաճ մակարդակով կատարվել են մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողների տարհանման, բուժօգնության ցուցաբերման աշխատանքները։ Ամփոփելով կոլեգիայի նիստի աշխատանքները, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զինված ուժերի մարտունակության առավել բարձրացման առումով կարևորել է զինանձնակազմի թիկունքային եւ բժշկական ապահովման աշխատանքների առավել բարելավման անհրաժեշտությունը։ Քննարկումների արդյունքում առաջիկա անելիքների վերաբերյալ առաջադրվել են նաև որոշակի խնդիրներ։ Մայիսի 23-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Եվրոպայում Ամերիկայի Միացյալ Նահանգների ցամաքային զորքերի հրամանատար գեներալ լեյտենանտ Ֆրեդերիկ Հոջջեսի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կանզասի նահանգի ադյուտանտ գեներալ-մայոր Լի Թաֆանելի գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի ուղեկցությամբ հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայում Ամերիկայի Միացյալ Նահանգների ցամաքային զորքերի եւ Կանզասի նահանգի հետ համագործակցության առնչվող հարցեր։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է համագործակցության շրջանակում իրականացվող մի շարք նախագծեր, մասնավորապես փոխգործակցելիության մակարդակի բարձրացման նպատակներով համատեղ վարժանքներ, պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի պատրաստում, միջազգային խաղապահ առաքելություններին աջակցելու նպատակով Հայաստանի ստանձնած հանձնառությամբ բժշկական եւ ինքնաշեմ պայթուցիկ սարքերի հայտնաբերման եւ վնասազերծման մասնագիտացված ստորաբաժանումների պատրաստում եւ այլն։ Գեներալ լեյտենանտ Հոջջեսը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է, որ ուրախ է Երևանում անձամբ լինելու եւ համագործակցության զարգացման ուղղությամբ քննարկումներ ունենալու համար, հատկապես որ այս տարի արդեն հնարավորություն է ունեցել տեսնելու Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմաբժշկական անձնակազմի տպավորիչ մասնակցությունը Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում Եվրոպայում Ամերիկայի Միացյալ Նահանգների ցամաքային զորքերի միաձուլված սուր զորավարժությանը։ Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել Եվրոպայում Ամերիկայի Միացյալ Նահանգների ցամաքային զորքերի եւ Կանզասի ազգային գվարդիայի համագործակցությունը Հայաստանի հետ, ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ տարածաշրջանում այլ գործընկերների հետ, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ինչպիսիք են խաղապահ գործողությունները եւ ՆԱՏՕ-ի օպերատիվ կարողությունների հայցակարգ ծրագիրը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ քննարկումների ընթացքում Սեյրան Օհանյանը ներկայացրել է ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների, ինչպես նաև Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող ներկայիս իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն։ Ամերիկյան կողմը իր մտահոգությունը հայտնելով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բռնությունների զարգացման ժամանակ կողմերի կրած մարդկային կորուստների կապակցությամբ նշել է, որ հավատարիմ է ԵԱՀԿ խմբի գործընթացի միջոցով հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այժմ տեղափոխվենք Բաղրամյան զորավարժարան, որտեղ մայիսի 24-ից 26-ը հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ներգրավված հատուկ նշանակության ուժերի կազմավորումների եւ ոստիկանության ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել է Կոբալտ 2016 մարտավարամասնագիտական զորավարժությունը։ Զորավարժության կրակային փուլի մեկնարկը տրվեց մայիսի 26-ի առավոտյան։ Բաղրամյան զորավարժարանի հրամանատարական կետում Կոբալտ 2016 մարտավարամասնագիտական զորավարժության սցենարը, մասնակիցների մարտավարական գործողությունների պլանները, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորջուժային, Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Բելարուսի, Ղազախստանի, Ղրղստանի, Տաջիկստանի հանրապետությունների բարձրաստիճան սպաներին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի շտաբի պետ գնդապետ Աղաջանյանը։ Զորավարժությանը մասնակցում էին 600-ից ավելի անձնակազմ եւ շուրջ 40 միավոր տեխնիկա։ Վարժանքների նպատակը ՀԱՊԿ անդամ պետությունների հատուկ նշանակության ուժերի կողմից իրականացվող համատեղ միջոցառումների մշակումն էր, ահաբեկչական խմբերի գործունեության կանխման, զենք զինամթերքի, թմրամիջոցների անօրինական շրջանառության ուղիների կասեցման, հատուկ գործողությունների ընթացքում անձնակազմի օպերատիվ մարտական պատրաստականության կատարելագործման ուղղությամբ։ Կոբալտ 2016 մարտավարամասնագիտական զորավարժությանը գործուն մասնակցություն ունեցան նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տարբեր զորատեսակների, մոտորաձգային,
ավիացիայի ինժեներական ստորաբաժանումները։ Ազգային բանակի զինծառայողներին զգալի դերակատարում էր վերապահված վարժանքների կրակային ապահովման գործընթացում։ Ըստ սցենարի զորավարժության ընթացքում խաղարկվեց 6 մարտավարական դրվագ։ Տարածք թափանցած անօրինական զինված խմբավորման հայտնաբերումից ու զինաթափումից սկսած ահաբեկչական խմբերի ու գրոհայինների ավտոշարասյան մոտակայքում տեղակայված դիվերսանտների դիտակետի ոչնչացմամբ վերջացրած։ Այդ գործողությունների ժամանակ կիրառվեցին MiG-24 մարտական ուղղաթիռներ, որոնց կրակային խոցման շնորհիվ գրոհայինները հանկարծակիի բերվեցին եւ կանխվեց նրանց հակահարձակումը։ Միաժամանակ ոստիկանական զորքերի հատուկ ստորաբաժանումները մարտական զրահամեքենաներով Ելման շրջանից շարժվեցին գրոհայինների դեմ։ Այս խնդրի իրականացմանը հաջորդեցին գործողությունների տարածքի շրջափակումն ու անօրինական զինված խմբավորման ոչնչացումը։ Գործողությանը մասնակցում էին հատուկ նշանակության ստորաբաժանումներ զրահատեխնիկայով։ Ամփոփիչ փուլում զորավարժության մասնակից ստորաբաժանումները իրականացրին հավանական վտանգավոր օբյեկտում արտակարգ իրավիճակի կանխման ու վերացման գործողություններ։ Զորավարժության ավարտից հետո ամփոփիչ խոսքով հանդես եկած Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ գեներալ լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորջուժան ընդգծեցին, որ վարժանքները նպաստեցին մասնակից պետությունների հատուկ նշանակության ուժերի փոխգործակցության հետագա կատարելագործմանն ու ամրապնդմանը, նաև փորձի փոխանակմանը։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերը, զինված ուժերի, նաև զորավարժությանը մասնակցած Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները աչքի ընկան մարտական պատրաստության բարձր աստիճանով։ Կոբալտ 2016 մարտավարամասնագիտական զորավարժության ընթացքում իրենց լավագույնս դրսևորած Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Ղրղստանի, Տաջիկստանի հատուկ նշանակության ուժերի ծառայողները գեներալ լեյտենանտ Գասպարյանի եւ Նիկոլայ Բորջուժայի հրամաններով արժանացան պարգևների։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով էլ ՀԱՊԿ անդամ պետությունների ոստիկանության զորքերի ներկայացուցիչները պարգևատրվեցին գերատեսչական Մարշալ Բաղրամյան, Ծովակալ Իսակով մեդալներով։ Այնուհետև ցուցադրական ելույթով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի պատվո պահակախումբը։ Հանրապետության ոստիկանության հատուկ նշանակության եւ ոստիկանության զորքերի ծառայողները ներկայացրին ձեռնամարտի հնարքների համալիր։ Կոբալտ 2016 մարտավարամասնագիտական զորավարժությունն ավարտվեց հանդիսավոր երթով եւ մասնակից պետությունների դրոշների իջեցման արարողությամբ։ Կոբալտ 2016 մարտավարամասնագիտական զորավարժության եզրափակիչ փուլի ավարտից հետո պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շարունակելով աշխատանքային շրջայցը եղել է Տիգրան Մեծ ռազմամարզական հատուկ վարժարանում եւ Արմավիրի ուսումնական զորամասում։ Մանրամասները ներկայացվող տեսանյութում։ Պաշտպանության նախարարը եղել է նաև Արմավիր քաղաքի Տիգրան Մեծ ռազմամարզական հատուկ վարժարանում, որտեղ մասնակցել է վարժարանի սաների վերջին զանգի ավարտական արարողությանը, շնորհավորել է շրջանավարտներին եւ ծնողներին։ Սա ամենասուրբ գործն է։ Չնայած մենք ասում ենք, որ հայրենիքը սկսում է սահմաններից եւ այդ սահմաններին կանգնած են բանակը եւ բանակը սկսում է դպրոցից, որովհետեւ բանակի շարքերում այսօր ծառայություն են տանում հենց ձեր կողմից դաստիարակված ուսուցում ստացած մարդիկ, մեր զավակները, որոնք որ այս ապրիլյան քարորյա պատերազմի ժամանակ ցույց տվեցին իրենց։ Դրանց հերոսություններով մենք կարողացանք փրկել մեր ազգի արժանապատվությունը։ Պաշտպանության նախարարի աշխատանքային այցը ավարտվել է Արմավիրի ուսումնական բրիգադում, որտեղ ծանոթացել է իրականացվող կապիտալ շինարարական աշխատանքների ընթացքին եւ առաջիկա ուսումնական ծրագրերին։ Շարունակում ենք թողարկումը։
Եվ այսպես 3 մայիսի 27-ին հանրապետության դպրոցներում հնչեց վերջին զանգը, ազդարարելով նոր սերնդի մուտքը կյանքի մեծ մայրուղի։ Բանակ դպրոց կապի ամրապնդման նպատակով էլ տոնական միջոցառումներին մասնակցել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ նախ եղել է Երևանի համար 147 միջնակարգ դպրոցում, այնուհետև փոքր մհեր ռազմական կրթահամալիրում։ Երևանի համար 147 դպրոցի բակում Պաշտպանության նախարարն ու քաղաքապետը խորհրդանշական ծառատունկ են իրականացնում։ Հենց այս դպրոցում է սովորել ապրիլյան քարորյա պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված կրտսեր սերժանտ Ռոբերտ Տապաջյանը, ով ապրիլի 2-ի մարտերի ընթացքում իր հետ մռնակով պայթեցրել էր հակառակորդի զինվորներին։ Վերջին զանգի տոնական արարողության փոխարեն դպրոցի ավարտական դասարանների շրջանավարտների մասնակցությամբ կազմակերպվել է հուշ-ցերեկույթ նվիրված Ռոբերտի ու մյուս քաջարի զինվորների հիշատակին։ Միջոցառման սկզբում ներկաներին ողջունեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, խոսելով օրվա խորհրդի ու մերօրյա հերոսների մասին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ դպրոցի աշակերտները իդեմս Ռոբերտի ունեն հզոր ու անկոտրում անհատի ընդօրինակելի կերպար։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը, ուր ծառայում էին մեր զավակները, որտեղ ծառայում էր մեր սիրելի Ռոբերտը, Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանը, իր առջև դրված խնդիրը կատարեց հրամանատարների եւ նրանց ենթակա զինվորների, ջահել զինծառայողների 18, 19, 20 տարեկան այն առնականացված տղաների ջանքերի շնորհիվ, որոնք կարողացան հետ շպրտել հակառակորդի այն հրոսակախմբերին, ովքեր ուզում էին նորից խաթարել մեր խաղաղ անդորը, ովքեր ցանկանում էին տիրանալ մեր սուրբ հողի սուրբ հատվածը հանդիսացող Արցախը եւ այդ իրականության մեջ այն հերոսությունները, որ ցուցաբերեցին մեր բանակի զինծառայողները, ուղղակի աննկարագրելի հերոսություններ են։ Միջոցառմանը մասնակցում էին նաև այն զինվորները, ովքեր սովորել են համար 147 դպրոցում, ինչպես նաև Ռոբերտ Աբաջյանի հարազատներն ու քույրը Էլենը, ով զսպելով արցունքները իր սրտի խոսքն ուղղեց հերոսացած եղբորը։ Այո, ունեմ, որովհետև դու կաս, ապրում ես, կլինես քո ժողովրդի սրտում։ Տպարտ եմ, որ անմահացան անում այդ հողից։ Նախընտրեցի հավերժի գիրկը, քանցինքի գալը ոսոպի առաջ։ Դու սրբացրից քո անունը, դարձավ մերօրյա հետո, դարձավ նորորյա ավերություն։ 9-րդ ավարտական դասարանների աշակերտները հայ զինվորի կերպարներով բեմադրություն ներկայացրին Արցախյան պատերազմից, իրենց ասմունքներն ու երգերը նվիրելով հակառակորդին խաղաղություն պարտադրող հայ զինվորին։ Միջոցառումն ուղեկցվեց Պաշտպանության նախարարության զորական երգի համույթի կատարումներով։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցեցին նաև փոքր մհեր կրթահամալիրի հայկազունների ավարտական միջոցառմանը։ Հյուրերին ողջունեց կրթահամալիրի տնօրեն Արման Միրզոյանը, ընդգծելով, որ իրենց համար այսօր կրկնակի տոն է, քանի որ լրանում է դպրոցի կազմավորման 15-ամյակը։ Հայկազուններին շնորհավորեց ու բարի երթ մաղթեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Այսօր վարժարանի սաները ավարտելով այս ուսումնական հաստատությունը ձեռք են բերել համապատասխան ուժ, իսկ այդ ուժի ներսում գիտելիքներն են եւ նաեւ առանձնահատուկ հմտությունները եւ ունակությունները։ Դուք ի սկզբանե ձեզ նպատակաուղղել եք մեր հայրենիքի պաշտպանությանը։ Վերջին զանգի արդիվ կրթահամալիրի սաներին շնորհավորեց նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ընդգծելով, որ կարևորը հայրենիքին պիտանի քաղաքացի լինելն է, ինչ մասնագիտություն էլ որ ընտրեն։ Իրենց հրաժեշտի եւ ողջունի խոսքերն ասացին նաև ավագ եւ կրտսեր հայկազունները։ Փոքր մեր կրթահամալիրի կրտսեր հայկազուններս, այսօր ճանապարհում ենք ձեզ դեպի մեծ կյանք։ Սենտրած ճանապարհը պահանջում է անձնազոհություն ու նվիրում, ուժ ու եռանդ, ռազմական գործի իմացություն, բարձր կարգապահություն։ Ավարտական դասարանի աշակերտները կրթահամալիրի դրոշը հանդիսավորությամբ փոխանցեցին իրենց հաջորդներին, այդպիսով նրանց պատգամելով դպրոցի պատիվը բարձր պահելու առաքելությունը։ Միջոցառումը շարունակվեց հայկազունների ցուցադրական ելույթներով։ Նախ մայոր Գևորգ Գևորգյանի գլխավորությամբ հայկյան դասակի մարտիկները ներկայացան ցուցադրական շարանցմամբ, այնուհետև ցուցադրեցին իրենց ունակությունները ձեռնամարտի ժամանակ, իսկ կարիճներ հատուկ նշանակության ջոկատը հյուրերին զարմացրեց բարձր պատրաստված
կապվածությամբ, ցուցադրելով, թե ինչպես պետք է կրակ վարել հակառակորդի հետ անմիջական շփման ժամանակ։ Տոնական արարողության ավարտին Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Գևորգ Մալխասյանի կողմից ավարտական դասարանի 35 հայկազուններին բաժանվեց հացից, ջրից, հողից ու փամփուշտից պատրաստված խորհրդանշական մասունքներ, հայկյան ոգին մշտապես բարձր պահելու համար։ Միջոցառումն էլ եզրափակվեց փոքր մեհեր կրթահամալիրի սաների հանդիսավոր քայլերթով։ Ավելի բարձր ողջունեք նրանց։ Վերջին զանգի տոնական միջոցառումներից բնականաբար անմասն չեն մնացել նաև Պաշտպանության նախարարության ռազմաուսումնական միջնակարգ հաստատությունները։ Ըստ այդմ այդ օրը տոնական էր նաև Պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Ահա եւ ավարտին մոտեցավ եւս մեկ ուսումնական տարի։ Հանրապետության դպրոցների, ինչպես նաև Պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները մուտք են գործում հասուն եւ ինքնուրույն կյանք։ Ուսումնառության 3 տարիների ընթացքում վարժարանի սաները սերտել են ինչպես հանրակրթական առարկաները, այնպես էլ ապագա զինվորականի համար շատ կարևոր ռազմական գործի գաղտնիքները։ Ամենակարևորն էլ այն է, որ գիտեն, ինչ ասել է կարգապահություն, համարձակություն, անձնազոհություն, ընկերասիրություն եւ հայրենասիրություն։ Այս պատանիներն ընտրել են չափազանց պատասխանատու, բայց միևնույն ժամանակ անչափ պատվաբեր կյանքի ուղի։ Շրջանավարտներին վերջին զանգի կապակցությամբ շնորհավորելու էին եկել Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, Պաշտպանության նախարարության կադրերի եւ ռազմական կրթության վարչության պետ Մհեր Շիրիմյանը, վարժարանի հրամանատարական կազմը, վետերաններ, ինչպես նաև սաների ծնողներն ու հարազատները։ Իրենց ելույթներում վարժարանի սաները երախտագիտության խոսք ասացին սպայական եւ ուսուցչական կազմերին։ Խոստանալով, որ կարդարացնեն վարժարանի սանը լինելու պատիվը, շեշտեցին, որ իրենց սիրելի մանկավարժներն ու սպաներն են հավատներ շնչել, օգնել են, որ կայանան որպես հայրենիքին պիտանի քաղաքացի եւ անհատ։ Իմ եւ համակուրսեցիների սանունից ուզում շնորհակալություն հայտնել վարժարանի անձնակազմին այն մեծ հոգացության եւ նվիրվածության համար, որ տվեցիք մեզ, ու դարձակ այն փարոսը, որ մեզ օգնեց ճախրել ճիշտ ուղղությամբ։ Հանդիսավոր միտինգին հաջորդեցին վարժարանի սաների ցուցադրական ելույթները։ Ավարտական վալսն էլ բարելուց հետո վերջին զանգը հնչեցնելու պատիվը տրվեց կուրսանտ Մատինյանին, ում նաև ամրակցված է Մոնթե Մելքոնյանի անձնական ինքնաձիգը։ Բոլոր 3 վարժարանները եւ Տիգրան Մեծի եւ Փոքրների վարժարանի սաների համար հատուկ պայմաններ են ստեղծված, որպեսզի ուսումը կարողանան շարունակել արտերկրում։ Բայց առաջնայինը Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատությունների ուսումնարանը։ Այս 3 տարիների ընթացքում բազմաթիվ հաջողություններ են ունեցել տարբեր ոլորտներում եւ հիմնական մեր հաջողությունները միջազգային ասպարեզում, որ տարիներ շարունակ մենք զբաղեցնում ենք ԱՊՀ երկրների եւ միջազգային հավաքների մասնակցելու հնարավորություն ունենք եւ զբաղեցնում ենք առաջին պատվավոր տեղը։ Վստահ ենք, ուր էլ որ լինեն այս պատանիները, Հայաստանի որ անկյունում եւ որ զորամասում էլ շարունակեն իրենց ծառայությունը, մշտապես բարձր կպահեն մոնթեականի պատիվը։ Կանաչ ճանապարհ եւ խաղաղ ապագա ձեզ, սիրելի շրջանավարտներ։ Ապրիլի 1-ից մեկնարկում է Պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ուսանել ցանկացողների ընդունելության դիմում հայտերի ընդունման գործընթացը։ Ավագ դպրոցի կարգավիճակով գործող վարժարանում սաները ուսանում են հանրակրթական բոլոր առարկաները։ Առանձնակի ուշադրություն է դարձվում ֆիզիկական, լեռնային եւ նախնական զինվորական պատրաստությանը։ Վարժարանում ուսումն անվճար է։ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան կարող են դիմել հիմնական դպրոցի 9-րդ դասարանն ավարտած պատանիները։ Դիմորդը պետք է սույն թվականի ապրիլի 1-ից մինչև հուլիսի 25-ը ներկայացնի ռազմամարզական վարժարանի պետի անունով դիմում հայտ ու անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները։ Հուլիսի 25-ից դիմորդները կանցնեն բուժզննում եւ մրցութային կարգով քննություններ կհանձնեն ֆիզպատրաստություն, հայոց լեզու եւ մաթեմատիկա առարկաներից։ Վարժարանի շրջանավարտները ընդունվում են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Անգլիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Հունաստանի ռազմաուսումնական հաստատություններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական պատվերով բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Ընդունելության պայմաններին, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական ցանկին ծանոթանալու նպատակով հարկ է դիմել վարժարան կամ զանգահարել 35 39 15 34 48 44 կամ 34 56 36 հեռախոսահամարներով։
Վերջին զանգին նվիրված միջոցառումներն այս տարի բնականաբար նվիրված էին նաև մերօրյա հերոսներին, եւ պատահական չէ, որ այդ օրը հանրապետության դպրոցներ են այցելել նաև Պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաներ, քաղաքացիական հատուկ ծառայողներ։ Մարդիկ, քանի դեռ ձեր սիրտն է զրկում, հիշեցեք նրանց։ Խաչատուր Աբովյանի անվան համար 84 դպրոցը վերջին զանգն ազդարարեց մերօրյա հերոսների հիշատակը հարգելով։ Հյուրերն ու աշակերտները ծաղիկներ խոնարհեցին այս դպրոցում կրթություն ստացած եւ հերոսացած սաներին նվիրված անկյունում։ Դպրոցի երկու շրջանավարտներ ակտիվորեն մասնակցել են ապրիլյան քարորյա պատերազմին։ Առաջինից 4-րդ հարկ լուսանկարներ են ցուցանակներ, գրություններ, որոնք վկայում են դպրոցի երկարամյա գործունեության ու ցուցիչների նվիրական աշխատանքի եւ աշակերտների առաջադիմության մասին։ Այս ամենի հերոսընկերների ու իրենց ուսանած տարիների մասին պատմում են շրջանավարտները։ Եվ բացվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը միացնող կյանքի ճանապարհը։ Լիակատար ու ամբողջական է դարձել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։ Համազգեստով, եռագույնով ու մի ամբողջ բովանդակությամբ ուսուցչի հայրենասիրական դասերով ու աշակերտի ձգտումով, որ հենց այդ ոգով էլ շարունակեն ու գիտելիքները ի ցույց դնեն զորակոչվելուց հետո։ Մեր աշակերտները 9-րդ դասարանցիները, որոնք մասնակցեցին այդ միջոցառմանը զինվորականի հագուստով, նրանք կամավոր եկան մասնակցելու դրան, նույնիսկ ուզում էին դասերից գնալ ու ապրիլյան այդ քարորյային մասնակցել, գնալ ու կամավոր գրվել, սա արդեն շատ բան է ասում, այսինքն նրանք հասկանում են ինչ է հողը, ինչ է լեռը, ինչ է գետն ու հովիտը, դա միայն մեր լեռնաշխարհը չի, դա նաև արյան կանչն է, դա մեր հասցեն է։ Ոգեկոչման եւ վերջին զանգի հանդիսավոր արարողությանը ներկա էր Պաշտպանության նախարարության, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, քաղաքացիական հատուկ ծառայության առաջին դասի պետական խորհրդական Վարդան Ավետիսյանը։ Պատվավոր հյուրը ներկայացրեց ապրիլյան օրերին հայ երիտասարդների արիությունն ու սխրանքները եւ շնորհավորեց շրջանավարտներին ուժ եւ հաջողություններ մաղթելով կյանքի նոր ճանապարհին։ Մենք ձեզանով ենք զորեղ, որտեղ դուք այս սուրբ օջախից արդեն դուրս գալով եւ դառնալով արդեն նախազորակոչիկ եւ զորակոչելով դառնով զինծառայող համալրում եք մի մեծ օջախ, մի մեծ դպրոց, որտեղ արդեն հայրենիքի պաշտպանությունը շոշափելի եւ առարկայական է իրականացվում։ Երկու դասարան վերջին զանգի գլխավոր հերոսները, որ իրենց խոսքը սկսում են հայրենիքի ու զինվորի մասին, պատմում են դպրոցի ու մանկավարժների մասին։ Դպրոցը այն մանուկ երեխային առաջին դասարանից ամեն օր ու ամեն ժամ պիտի հայրենասիրական դաստիարակությամբ տոգորես անընդհատ։ Երեխան միշտ աշկը պիտի տեսնես փառքի սրահը, ինքը պիտի մասնակից լինի, ինքը պիտի չարչարվի դրա վրա, ինքը պիտի պատմությունից դասեր քաղի, գիտելիքներ ստանա։ Այսօր էլ դրա համար մենք հերոսներ ենք ծնում։ Հանրակրթության ոլորտը հիմնականում հայրենասիրական դաստիարակության օջախը պիտի լինի, տաճարը պիտի լինի, ու մենք պիտի հարատևենք։ 84-րդ դպրոցը 150 տարեկան է ամենահին բովանդակությամբ ու նոր ձևով, նորոգված, կահավորված, իսկ գլխավորը գիտելիքահեն կրթությամբ, որ յուրաքանչյուր աշակերտի դարձնում է ուժեղ ու նպատակասլաց, առաջադեմ ու լավագույնն ընտրած գործում։ Նույն օրն էլ առաջին հիմնական դպրոց էր այցելել Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանը։ Այստեղ փառքի անկյուն է ստեղծվել հիշատակ ապրիլին զոհված հետախույզ Սասուն Մկրտչյանի։ Ռազմական ոստիկանության պետը շնորհավորեց շրջանավարտներին ու մաղթեց նորանոր ձեռքբերումներ, ընդգծելով, որ դպրոցի առաքելությունը չափազանց կարևոր է նոր սերնդի դաստիարակության եւ կայացման համար։ Թողարկումը եզրափակենք Պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի հերթական զորախմբի Լիբանան մեկնելու արարողության լուսաբանմամբ, ներկայացնում է Կարեն Պետրոսյանը։ Մեր զինված ուժերի խաղաղապահ բրիգադն արդեն տարիների մարտական կենսագրություն ունի։ Հայ խաղաղապահներն էլ խաղաղարար առաքելություն իրականացնելու հարուստ փորձ։ Եվ ամեն անգամ աչքի ընկնելով թե իրենց մարդկային որակներով, թե մասնագիտական ու մարտական բարձր պատրաստությամբ, մեր խաղաղապահներն արժանապատվորեն են ներկայացրել Հայաստան աշխարհը։ Մեր երկիրն արտերկրում ներկայացնելու պատիվը հերթական զորախմբինն է, ովքեր մայիսի 26-ին մեկնեցին Լիբանանի Հանրապետություն։
Հրաժեշտի առթիվ կազմակերպված միջոցառման ընթացքում դիմելով զորախմբին խաղապահ բրիգադի հրամանատար գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը տվեց վերջին ցուցումները, մաղթեց արժանապատիվ ծառայություն եւ բարի վերադարձ։ Հայրենիքից հեռու առաքելություն իրականացնելն անշուշտ պարտավորեցնող է եւ մեր տղաները իրենց դրսեւորելով բացառապես դրական կողմերով մշտապես բարձր են պահում թե մեր երկրի, թե մեր բանակի պատիվն ու բարի համբավը։ Հերթական անգամ Լիբանանի զորախումբը 4 անգամ է մեկնում եւ մինչ օրս ողջ զորախմբերը իրենց վրա դրված առաջադրանքները կատարել են լավ։ Զորախմբի ազնագազմի մեջ կան զինծառայողներ, որոնք արդեն անցել են այդ этаպը եւ մասնակցել են տարբեր առաքելություններին։ Վստահ եմ, որ մեր զորախումբը պատվով կկատարի իր վրա դրած խնդիրը եւ նաեւ միջազգային բնակավարում բոլորը կիմանան հայ զինվորի, հայ բանակի բարձր մասնագիտական պատրաստության մասին։ Իսկ մեր ընտանիքներին, բոլորիս ընտանիքներին ցանկանում եմ համբերություն, պատվով կատարենք մեր խնդիրը ու կվերադառնանք մեր ընտանիքներին։ Եվ այսպես ինքնաթիռը պատրաստ է թռիչքի։ Տղաները հրաժեշտ տվեցին հրամանատարական կազմին ու ընկերներին եւ մեկնեցին այն ճշմարիտ գիտակցմամբ, որ արտերկրում իրենց ծառայությամբ են նաեւ կարծիք կազմելու մեր երկրի, մեր բանակի ու մեր ժողովրդի մասին։ Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը։ Բանակային կյանքի լրահոսին կարող եք ծանոթանալ նաև Պաշտպանության նախարարության 3w.mil.am պաշտոնական կայքի եւ 3w.հայզինվոր.am կայքի էջերում։ Մնացեք խաղաղությամբ եւ մինչ նոր հանդիպում։